Շատերդ ասում եք, որ ես կարդում եմ Նարեկ, բայց չեմ հասկանում, ինչն է պատճառը։ Իրականում Նարեկ կարդալու չհասկանալու պատճառներից մեկը հետևյալն է, որ մենք Աստվածաշնչին չենք տիրապետում։ Եթե ուզում ենք Նարեկ հասկանանք, նախ պետք է Աստվածաշունչ կարդանք եւ հասկանանք հնարավորինս, որովհետեւ Նարեկ ինքը սուբյեկտիվ Աստվածաշունչն է։ Նարեկացին իր միջով անցկացրել է Աստվածաշունչը եւ գրել է շատ սիրուն ձև։ Նարեկացու մատյան ողբերգության մեջ ամեն հատվածում Աստվածաշնչյան դրվագներ են։ Բոլոր տեղերում, կույրի պատմությունը, ամբարոկնոջ պատմությունը, բոլորի։ Իսկ ինչից է կազմված Աստվածաշունչը։ Նախ Աստվածաշունչը Բիբլիա էր կոչվում, իսկ Բիբլիա նշանակում է բիբլոս, գրքեր։ Աստծո շնչով գրված ամեն գիրք մարդուն օգտակար է, այսինքն զարգացնում է, հոգևոր աճի է տանում։ Պողոս առաքյալն է այս մասին ասում, իսկ Աստվածաշնչի մեջ 66-ից ավել գիրք կա, որը բաղկացած է 5 կտակարանից եւ նոր կտակարանից։ 5 կտակարանը ծննդոց, թե ոնց Աստված աշխարհը ստեղծեց, ելից, թե ոնց Մովսեսը հրեաներին եգիպտացիների լծի տակից պատեց, հետո այդպես գնում է 40 տարի անապատում ինչ էին անում, որ գնում էին Քանանի երկիրը գտնելու։ Շարունակությունների մեջ թագավորած գրքերն է, Դավիթն է, Դավթյան սաղմոսներ են 150, Սողոմոնի Իմաստունի առակացը, Ժողովողը, Մարգարեությունները, Եսային, Եղիան, Մնացածի մարգարեությունները։ Այսինքն այս ամեն ինչ այն բանի պատրաստություններ, որ Քրիստոս պետք է գա։ Չնայած հրեաները մինչև հիմա սպասում են, որ Մեսիան պետք է գա, բայց ես միշտ այդ հարցն եմ տալի։ Այդ ով պետք է լինի, որ Քրիստոսից ավելի մեծ լինի։ Ուղղակի չեմ կարող պատկերացնել։ Նախ 5 կտակարանը ինքը օրենքների մասին ավելի շատ, թե ոնց պետք է ապրես 10 պատվիրանները։ Իսկ նոր կտակարանը Աստծո սիրո մասին է ամբողջությամբ, Աստծո ներման, Աստծո ընդունման մասին է։ Քրիստոսի կյանքն է, 4 ավետարանները։ 3 ավետարանները իրար նման են գրված հաճախ, բայց 4-րդ ավետարանը Հովհաննեսի Քրիստոսի աստվածությունն է նկարագրում։ Մարկոսը Քրիստոսի մարդկային մասն է շատ ցույց տալիս։ Նույնիսկ տեղ ասում է նա չկարողացավ հրաշքներ գործել, որովհետև չէին հավատում։ Մատթեոսը անընդհատ 5 կտակարանից մեջբերում է բերում։ Այսպես եղավ, որովհետև ասել էր Եսայի մարգարեն կամ այսինչ մարգարեն։ Ինքը նկատի ուներեն, որ 5 ու նոր կտակարանը կապված են իրար հետ, անընդհատ հրեաներին ցույց էր տալիս դա։ Իսկ Ղուկասը, քանի որ բժիշկ էր, անընդհատ բժշկական մասերն է շեշտ դնում։ Ու նույնիսկ երբ որ Քրիստոս Սուրբ Հոգին ստացավ, մենակ Ղուկասն է գրում, որ աղոթեց դրանից հետո Սուրբ Հոգին իջավ իր վրա։ Այսինքն աղոթքը որպես բուժման մեթոդ շատ էր կարևորում Ղուկասը։ Նոր կտակարանը նաև գիրք առաքելոցն է, այսինքն առաքյալների գործունեությունը Քրիստոսի հարություն առնելուց եւ երկինք համբարձվելուց հետո Պողոս առաքյալի հրաշք թղթերն են։ Պողոսը հանճարեղ առաքյալ է, շատ խելացի է ինքը ու շատ հնարամիտ։ Պողոսի մասին առանձին մի հատ վիդեո կանեմ ու ցույց կտամ, թե ինչքան հանճարեղ է ինքը։ Եվ ավարտվում է հայտնության գրքով Հովհաննես Ավետարանչի կողմից գրված։ Այսինքն 5 տակարանը ծննդոցով սկսվում է, նոր տակարանը հայտնությունով բրցնում է։ Սկիզբը ինչ է եղել, ոնց է ստեղծվել ամեն բան եւ ոնց է ավարտվելու ամեն ինչ։ Բայց այս ամեն ինչը պետք է իմանանք, որպեսզի մենք կարողանանք Նարեկ կարդալ եւ հասկանալ։ Եվ այդ ձևով, որ մենք կարդանք, ավելի լավ կհասկանանք Նարեկը եւ ավելի լավ մեր վրա կազդի։ Ինձ առանձին նամակ գրեցին, որ Նարեկը ընդհանրապես ներշնչանք է, շատ խելացի տղա էր գրողը։ Նարեկը ընդհանրապես ներշնչանք է, այդ հնչյուններն են, որ ազդում են մեր նյարդային եւ մկանային համակարգի վրա, իսկ մեր նյարդային ու մկանային համակարգը ռիթմի եւ ինտոնացիայի տիրապետման հնարավորություն ունեն։ Հետո Նարեկացու տառապանքները նկարագրելով մենք նույնականանում ենք այդ կերպարի հետ եւ կատարսիս ենք ապրում, այսինքն մեր էմոցիաներն էլ այդտեղ դուրս գալիս։ Այստեղ ասածի մեջ շատ ճշմարտություն կա։ Այդ ամենը ազդում է իրապես։ Բայց նաև մի մաս կա, այդ գերբնական, ինչը կոչում ենք կամ էներգիան ու վիբրացիան։ Քրիստոսը այս մասին պատասխան տալիս։ Երբ որ ասма 12 տարի արյունահոսություն ունեցող մի կին մոտեցավ Քրիստոսի զգեստին, հետևից ասма մտքին դրել էր. միայն նրա զգեստին կպնեմ եւ կբժշկվեմ։ Եվ ասма կպավ ու բժշկվեց։ Ներշնչանքի տեսանկյունից կարող ենք ասել, որ մարդը ներշնչվեց իր մեջ ու իր ներքին ռեսուրսներով բուժեց իրեն։ Ներշնչանքը այդպես է աշխատում, մասնավորապես պլացեբոյի էֆեկտը։ Բայց Քրիստոս հատուկ ձևով ասում է շրջվեց եւ ասաց. այսով ինձ դիպավ։ Ես զգացի, որ ինձնից զորություն գնաց։ Այդ զորությունն է, որ գնաց եւ կանգնացրեց կնոջ արյունահոսությունը, այդ էներգիան, որը որ Նարեկի մեջ էլ կա։ Նարեկ կարդալով դրա համար շատերը տաքությունը զգում են։ Սա եւս կարող են կավանել նյարդային համակարգի գործունեություն, բայց ամեն դեպքում այդ էներգիան կա։ Հաջորդ վիդեոյում ես ցույց կտամ Նարեկը ինչ է ասում Նարեկացին մարդու խնդիրների մասին առողջական,
հոգեբանական, ֆիզիոլոգիական, շատ հետաքրքիր հատված կա այդպիսի։ Այսքանը։ Մեկնաբանության մեջ կարող եք գրել հարցեր, կարող եք գրել ինչի հետ եք համաձայն, ինչի հետ համաձայն չեք։ Սիրով կկարդամ բոլորիդ մեկնաբանությունները։